2019 թվականին Արցախում արտադրվել է 120,000 տոննա հացահատիկ։ Եվ Արցախի, երբ որ մենք ժամանակին պարենային անվտանգության եւ պարենային ինքնաբավության հարցեր էինք քննարկում Հայաստանի, Արցախը այդ կոմպոնենտում շատ մեծ լուրջ դերակատարում ուներ։ Եվ մենք Հայաստան-Արցախ այս միասնության մեջ էինք նայում մեր ռազմավարական ապրանքների ինքնաբավության եւ անվտանգության հարցը։ Հիմա տեսեք, մի կողմից այն երկիրը, որը հոշոտել է Արցախը, այդ երկիրը մեծահոգությամբ թողել է իր տարածքը, որպեսզի ղազախական ծորենը գահասնի Հայաստան։ Գիտեք, տնտեսական առումով ճանապարհների դիվերսիֆիկացիան ընդհանրապես վատ չի։ Լավ, Ռուսաստանից ենք ներմուծում, հիմա կարող ենք նաև դիվերսիֆիկացիայի առումով ղազախական ծորեն էլ ներմուծել։ Ղազախական ծորենը կարծեմ տոննայի մեջ $20-25 ավելի էժան է, քան ռուսականը, բայց լոգիստիկ այդ ուղիների այդ փոփոխությամբ թե ինչքանով կխժռի այդ $20-25 այդ լոգիստիկ փոփոխությունը, դա տնտեսական հաշվարկներ են, որ կարելի անել, բայց այստեղ դու միայն տնտեսական բաղադրիչով չպետք է բան անես, քաղաքական բաղադրիչ շատ կարևոր է։ Դու գովերքում ես մի նոր ուղի առանց քաղաքական դրա բաղադրիչը իրական բացահայտելու։ Դու չես ասում, որ ժողովուրդ ջան, իրականում սա այն գինն է, որ մենք վճարում ենք Արցախի կորուստի համար։